Ամեն տարի հոկտեմբերի 31-ին միլիոնավոր մարդիկ հագնում են դիմակներ, զարդարում են տները և ասում, սա պարզապես խաղ է, բայց արդյոք սա պարզապես զվարճանք է։ Հելովինը ծագել է 5 լետական տոնից, Սամեյնից։ Այդ օրը մարդիկ հավատում էին, թե մեռյալների հոգիները վերադառնում են երկրի վրա։ Նրանք վառում էին կրակներ, զոհեր մատուցում և դիմակներ հագնում չար ոգիներից պաշտպանվելու համար։ Սակայն այս ամենի հիմքը մնում է նույնը՝ մահ, վախ և մոգություն։ Այս տոնը սերմանում է սարսափը, խավարն և խաղ է անում չարի հետ։ Սատանան ուրախանում է, երբ մարդիկ նույնիսկ առանց գիտակցելու մասնակցում են նրան ուղղված արարողություններին։ Բայց մենք կոչված ենք այլ կյանքի։ Հիսուսը ասում է. «Ես եմ աշխարհի լույսը, և ով ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը»։ Հովհաննեսի 8:12։ Մենք չենք մասնակցում մահվան տոնին, որովհետև մենք ծառայում ենք նրան, ով հաղթեց մահին։ Չարի հետ նույնիսկ խաղալը վտանգավոր է, քանի որ խավարը երբեք չի դառնում անմեղ։ Եկեք այդ օրը լցնենք մեր տները աղոթքով և սիրով, թող մեր մոմերը վառվեն ոչ թե վախից, այլ հավատքից։ Ես չեմ ընտրում Հելովինը, ես չեմ ընտրում չարի գործերը։ Ես ընտրում եմ լույսը, ես ընտրում եմ Աստծո գործերը, ես ընտրում եմ այն, ինչին Տերը կանչել է՝ Հիսուս Քրիստոսին։ Նա է աշխարհի լույսը։